Ողջույն ընկերներ ջան, հուսով եմ, որ լավ եք։ Սուրճս պատրաստել եմ, տաք դեռ մի քիչ պետք է սպասեմ, որ սառի։ Գիտեք, սուրճի հետ ոչինչ չեմ սիրում։ Քաղցրավենիք բան չեմ սիրում, սիրում եմ կամ առաջ, կամ սուրճից հետո, բայց ավելի շատ առաջ։ Ինչևէ, մի քանի հարց եք ինձ տվել, եկել եմ սենց նստեմ ու ձեր հարցերին մանրամասն պատասխանեմ։ Հետաքրքիր հարցեր են, հիմնականում վերաբերվում է մեր ճամփորդություններին, երկարատև ճամփորդություններին, թե ինչպես է դա տեղի լինում օրենքի սահմաններում։ Բնականաբար ես հիմա կասեմ մենք ոնց ենք անում, իհարկե ամեն մարդ պետքա ճիշտ կլինի, եթե գնա իր քաղաքապետարան ու իրանից իմանա ավելի կոնկրետ իր կետով, թե ինչպես է։ Իմ ասածը հիմա վերաբերվում է թե քաղաքացիներին, թե ոչ քաղաքացիներին։ Ես մեծ սիրով կպատասխանեմ ձեր այս հարցերին, քանի որ գիտեմ, որ շատերին կհետաքրքրի։ Անկախ նրանից, թե դուք Բելգիայի քաղաքացի եք, թե ոչ Բելգիայի քաղաքացի եք, այսինքն օրինական ապրում եք, ունեք A տեսակի քարտ, տարիներով եկեք ասեմ, 1 տարվա քարտ, 5 տարվա քարտ, 10 տարվա քարտ, թե մի խոսքով քարտ ունեք, ID քարտ ունեք, ու այսօրվա օրով գիտեք շատ հետաքրքիր առաջարկներ են լինում, շատերը գնում են, փորձի փոխանակում, տարբեր տեղեր աշխատելու համար, տարբեր երկրներում աշխատելու համար եւ ինչպես նաեւ ուսանողների համար, թե ինչ տարբերակներ կան ու ինչպես օրենքի սահմաններում այդ ամեն ինչը կազմակերպել։ Եվ այսպես ընկերներ ջան, որպեսզի ավելի հստակ լինի, ես մեր օրինակով եմ ասելու ամեն ինչ, նաև թե դպրոցի հետ կապված, օրինակ, ինչպես է այդ հարցը կազմակերպվում Ալեքսի հետ։ Եկեք սկսեմ մեզանից։ Նախ, ինչպես ասեցի, անկախ նրանից, թե դուք Բելգիայի քաղաքացի եք, թե ոչ Բելգիայի քաղաքացի, բայց օրինական ապրում եք Բելգիայում, որևէ երկիր, երկարաժամկետ, այսինքն մինչև 3 ամիս ժամկետով եթե գնում եք, պարտադիր չի, որ գնաք, կոմունում հայտնեք, որ դուք գնում եք երկրից եւ այլն, ասենք թե 2 ամիս արձակուրդ եք որոշել գնաք, ինչ որ մի երկիր, X երկիր, նշանակություն չունի։ Դուք հանգիստ կարող եք վերցնել ձեր ճամփորդը, եթե ունեք քարտ, բայց ուշադրություն դարձրեք, որպեսզի ձեր քարտի ժամկետը, այսինքն վերադառնալուց հետո անցած չլինի։ Եթե քարտը պետքա փոխեք, ուրեմն ID քարտը, ուրեմն փոխեք, ժամկետները ուշադիր եղեք։ Նոր բնականաբար գնացեք, ուր գնում եք, մինչև 3 ամիս, կալենդարնի հաշվում եք, որ նույնիսկ 1 օր չանցնի, ավելի լավ է մի շաբաթ շուտ եկեք, քան անցնի։ Ինչ վերաբերվում է, եթե դուք պետքա օրինակ աշխատանքի առաջարկ եք ստացել մեկ ուրիշ երկրում ու 1 տարի ուզում եք բացակայեք երկրից, այդ դեպքում պարտադիր պետքա դիմեք քաղաքապետարան։ Դա ինչի համար է արվում, հիմա կլինեն մարդիկ, որոնք կասեն, որ պարտադիր չի, կարող են չասել, ես օրենքի շրջանակներում եմ ասում ու ասում եմ այնպես, ինչպես որ մենք ենք անում։ Մենք միշտ, եթե վերախոսքը վերաբերվում է աշխատանքին, գնում ենք կոմուն, ներկայացնում ենք, թե որ երկիր ենք գնալու, այնտեղից մեզ տալիս են թուղթ, ովքեր են, դե ամուսինս, ես ընտանիքի անդամներ եմ, եթե ամուսինս մենակ է գնալու, բնականաբար ինքը կգնա, կասի, որ ինքը մենակ է գնում, եթե բոլորով են գնում, բոլորս միասին, մեզ տալիս են, եթե չեմ սխալվում, եթե ճիշտ եմ հիշում հիմա անունը, կոչվում է Անեքս 18։ Ըստ որի այդ թուղթը ձեզ տալիս են, այդ թուղթով անպայման լավ եք պահում այդ թուղթը, ձեզ ոնց որ պահում են գրանցման մեջ։ Եվ որից հետո դուք ոնց որ օրինական 1 տարի ժամանակով կարող եք երկրից դուրս գնալ։ Եթե դուք երկարաժամկետ եք գնալու, օրինակ մենք այստեղ Հնդկաստան գալուց առաջ, մենք գնացինք, մեզ մի քանի թուղթ էր հարկավոր, մենք ասել ենք, որ ասենք երկարաժամկետ ենք գնում, մեզ չեն հեռացրել ոնց որ կոմունից, կոմունում ենք մենք, որովհետև մենք չէինք ուզում, մենք հետ ենք վերադառնալու աշխատանքի համար, ասել ամուսինս, որ 3 տարի, մեզ թուղթ էր հարկավոր, որ ներկայացնենք, որ մենք ոչ մի պարտք ու պահանջ չունենք, օրինակ աղբի, ինչ որ հարկեր, էլի ոչ մի հարկերից այդպիսի մի հատ թուղթ է հարկավոր, հաշվապահության բաժնից, որ մենք ոչ մի պարտք ու պահանջ չունենք եւ եկել ենք, իրանք մեզ թուղթ են տվել, այդ թուղթով համաձայն եկել ենք, ասել ենք, որ գալիս ենք Հնդկաստան, ու մենք Հնդկաստանում
Բելգիայի դեսպանատանը գրանցվել ենք բոլորս երեքով միասին, որ մենք այսինչ հասցեում ենք բնակվում։ Եթե նորից շատ կարևոր է, որպեսզի անձնագրի ժամկետը, եթե մինչև 1 տարով եք գնում, մի խոսքով, այդ անեքս 18-ով եթե ճամփորդում եք, էլի կարևոր է ուշադրություն դարձնեք ամսաթվին։ Հիմա, բայց քանի որ մենք ավելի երկար ժամանակով ենք եկել, մեզ այստեղ դեսպանատանը ասեցին, որ եթե անձնագիր հարկավոր լինի փոխել, դուք ոնց որ այստեղ Մումբայում պետք է գնանք, ոնց որ թե Մումբայում է, թե Դելիում, չեմ հիշում հիմա որ մեծ քաղաքում էր, ջեսնա բնականաբար խոսակցություն վարել, մենք պետք է գնանք մի խոսքով տեղում անձնագիր, եթե փոխելու հարկ լինի, այնտեղ փոխենք։ Սա այդպես սիրելի բարեկամներ, թե ինչպես ենք երկարաժամկետ բացակայում։ Սա ինչ վերաբերվում է մեզ։ Հիմա ինչ վերաբերվում է Ալեքսի դպրոցի հարցին։ Բնականաբար, եթե դպրոցը փոխել, երբ որ գալիս աշխատանքային պայմանագիրը արդեն կա, արդեն հստակ է, որ պետք է գնանք, բնականաբար մենք գնում ենք դպրոցում հայտնել ենք, որ գնում ենք Հնդկաստանում պետք է երեխան սովորի եւ այլն։ Մանրամասն ներկայացրել ենք, ըստ դրա նաև ուսուցչուհին արդեն ներկայացնում է տնօրենն էլ իր հերթին այդ ամենը ներկայացնում է կրթության բաժին, մեր շրջանի կրթության բաժնին։ Կրթության բաժնից մեզ տվյալներ են նաև իրենց համաձայնությունն են բնականաբար տալիս, որովհետև երեխային ուղղակի չես կարող ուղղակի դպրոցից անել ու տանել ու երեխայի մասին իրանք ոչ մի բան չիմանան, իրանք էլ պետք է իմանան, հետադարձ կապ անընդհատ կա մեր մեջ, այսինքն այնտեղից դպրոցի տնօրենը մեզ դոսեն տվեց Ալեքսի, որը որ մենք բերեցինք այստեղ, ներկայացրեցինք այստեղի դպրոցում, արդեն դպրոցը ընտրեցինք ու այստեղից էլ մենք համապատասխան թղթեր վերցրինք, այստեղի տնօրինությունը մեզ տվեց, որը ուղարկել ենք Բելգիայի տնօրենուհուն, ինքն էլ իր հերթին դա ներկայացրել է Բելգիայի այդ կրթության բաժնին, որ երեխան արդեն ընդունվել է այս դպրոցը, կոնկրետ թե որ դպրոցն է գնում, մի խոսքով մանրամասներով այդ ամեն ինչը կարգով ներկայացվում է։ Այսինքն պետք է դպրոցն էլ իր համաձայնությունը տա, որպեսզի դու կարողանաս երեխային այդպես դպրոցից դպրոց փոխես։ Թաքսերին ինչ վերաբերվում է, նոր այս ամիս ստացել ենք մեր վարձավճարը աղբի համար, որ այս հունվարից նոր տարուց սկսած, որ պետք է թե վճարենք մեր 2026 թվականի հունվարից սկսած աղբահանության վճարը, մեր երեքի համար կազմում է 220 եվրո, այսինքն դեռ մենք շարունակում ենք մեր հարկերը վճարել, այդպես աղբի համար հարկ, եթե բնականաբար լույսի ջրի համար չենք օգտագործում, լույս ջուր այդպես վարձ չունենք դրա համար։ Դե գիտեք, երեխաները այնտեղ նպաստ են ստանում, մինչև 18 տարեկան երեխաները նպաստ են ստանում, որ եկանք այստեղ, եկել ենք մայիսի 20-ին էր, չէ, ոնց որ թե որ եկանք, մայիսի 20-ին ենք եկել այստեղ, ու նպաստը ես ստանում եմ ամեն ամսվա սկզբին, մինչև ամսի 7-ը մաքսիմում, ամսի 5-ին է հիմնականում ստացվում, բայց եթե շաբաթ կիրակի անգնում, մաքսիմում ամենաուշը ամսի 7-ին ստանում եմ, հունիսի 7-ին ես ոչինչ չստացա, մինչև 7, 8, 9, 10 եկավ անցավ, մտածում էի, որ երեխու ծնունդը հունիսի 19-ին է, իհարկե չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց մտածում էի գուցե այնտեղ 10-20 եվրո պետք է ավելանա, որովհետև երեխան 6 տարեկան արդեն դպրոց է գնում, այնտեղ ինչքանով որ ես եմ տեղյակ, այդտեղ մի 10 կամ 20 եվրո պետք է ավել ստանաս, բայց դեռ չեմ ստացել, էլի, չգիտեմ, ես այդպես եմ մտածում, գուցե սխալվում եմ, հիմա ծնողները ինձ կասեն, եթե երեխան դպրոց է գնում, մի քիչ ավել ստանում ես, թե չես ստանում, բայց ես այդպես եմ մտածում, որ չեմ ստանում, գուցե վերահաշվարկ են անում, որովհետև երեխան արդեն այս տարի սեպտեմբերին դպրոց պետք է գնա, գուցե որ 6 տարեկան է, դա է պատճառը, ու հունիս ամսին ես ընդհանրապես իր նպաստը չստացա, հուլիս ամսին էլ չստացա, դա արդեն մտածեցի կապվեմ հետները, տեսնեմ ինչն է պատճառը, որ ես գումար երեխու նպաստը չեմ ստանում,
նամակ ուղարկեցի, ասեցի, որ դե իրանք արդեն տեղյակ էին, որովհետև կոմունից արդեն բոլոր տեղերը ուղարկում են, որ այս մարդիկ արդեն երկրում չեն, գնացել այս ինչ օրվանից երկրում չեն, ու ասեց դուք բացակայում եք երկրից, ասեցի այո բացակայում ենք, բայց մենք այստեղ դեսպանատանը գրանցվել ենք, նաև ուղարկեցի գրանցման համարը, այդ ամեն ինչը տվյալները, անձնագրի, ասեց անձնագրի բանը, մուտքի ու ելք, որ Բելգիայի ելքը ու այդտեղի մուտքը, էլի դրանք այդ պետչատներով բան ամեն ինչը ուղարկեցի, ու մի 2 օր հետո ինձ հետ կապ հաստատեցին, ասեցին, որ քանի որ երեխան երկրում չի, վալոնական հատվածում գրանցում չունի, ինքը էլ նպաստ չի կարող ստանալ, մի փոքր ես զարմացա ճիշտն ասած, որովհետև ամեն դեպքում երեխան դե մեծանում է, երեխան կա, երեխան ինչ նշանակություն ունի, վալոնական հատվածում է գրանցված, թե ամեն դեպքում այստեղ դեսպանատանը գրանցված է, ու այստեղ դպրոց է գնում, ամեն դեպքում մասնավոր դպրոց է գնում, եթե այնտեղ դպրոցի համար պետությունը վճարում է, չէ, հոգ է տանում երեխայի համար, ամեն դեպքում ինձ թվում է լագիչնի է, որ կշարունակեն նաև երեխայի նպաստը տալ, որովհետև ժամանակավոր ենք ամեն դեպքում բացակայում։ Ինչևէ, բայց ես հասկացա, որ պետքա նորից հետ վերադառնանք, նորից գրանցվեմ, որ երեխայի համար ես նպաստը ստանամ։ Սիրելի ընկերներ, ասեցի աղբի պատմությունը, իմ համար ինչն էր հետաքրքիր, որ երկու բան մի տեսակ անհամատեղելի է, որովհետև երեխան ամեն դեպքում կա, երեխան դպրոց է գնում, երեխայի համար են վճարում, օգնում են ծնողներին, որպեսզի ծախսերը ոնց որ մի փոքր թեթևացնեն, ու ինչ նշանակություն ունի, օրինակ Բելգիայի վալոնական հատվածում այն երեխան մեծանում, թե այստեղ է մեծանում, բայց օրինակ աղբի համար պարտադիր պետքա վճարենք այդ 220 եվրոն, միևնույնն է, մենք այնտեղ չենք ապրում, չէ, արդեն իսկ վճարել ենք մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը վճարել ենք, հիմա մյուս տարվան էլ էլի պետքա վճարենք, բայց միևնույնն է, մենք այդտեղ ֆիզիկապես այնտեղ չենք, ֆիզիկապես ինչ որ աղբ չենք թափում կամ ինչ որ բան, մի քիչ երկու կետերը իրար հետ համահունչ չէին, ինչը վերաբերվում է թաքսերին, ոնց որ թաքսերին դու պարտադիր պետքա վճարես, բայց դե հա, այդպես երեխայի համար նպաստը չենք ստանում, եթե հետաքրքրում է դա, որովհետև ինչևէ ընկերներ ջան, դա էլ այդպես։ Թե ինչպես ենք ճամփորդում, սա է, օրինական դիմում եք, օրինական բոլորը իրավունք ունեն այդպես ճամփորդելու, երկարաժամկետ, կարճաժամկետ, իհարկե ամեն մարդ ինքնավորոշում, թե ինչպես է անելու, մենք կոնկրետ մեր օրինակն եմ ասում, թե մենք ինչպես ենք արել, գնում ենք կոմուն, ասում ենք որտեղ ենք գնում, ինչքան ժամանակով ենք գնում, նույնիսկ ես չէի իմանում էլի հաստատ կմնամ, մինչև ես որ գալիս էի մտածում էի դե լավ 1 ամիս տեսնեմ, հետո մինչև սեպտեմբեր էի մնում, սեպտեմբերից հետո էլի հիմա մինչև ասում եմ մինչև հունվար կմնամ, հունվար էլ չէ, դեկտեմբերի 25-ը կմնամ, հետո տեսնենք ինչպես կլինի, այսինքն հաստատ չէի իմանում 3 ամսից ավել կմնամ, չեմ մնա, բայց ամեն դեպքում ինքը պայմանագիրը երկարաժամկետ էր, իրենց ասեցինք, որ երկարաժամկետ պայմանագիր է, իհարկե գնանք տեսնենք, իրանք էլ բնականաբար հասկանում են, ուրիշ երկիր ես գնում, ուրիշ պետություն ես գնում, կարող է գնում ես չես հարմարվում ու չգիտեմ 1 ամիս հետո հետ ես վերադառնում, ամեն ինչ հնարավոր է ու բնականաբար իրավունք ունես շուտ հետ վերադառնալու, ուղղակի այդ թղթով երբ որ գնում ես հետ ես վերադառնում արդեն, անկախ նրանից 3 ամսից ասեցի արդեն 3 ամսից քիչ որ մնում ես, ոչ մեկին ոչ մի բան պետք չի ասել, նորմալ դու իրավունք ունես բացակել, բայց եթե 3 ամսից ավել ժամանակով ես գնում, պետքա պարտադիր տեղյակ պահես ու այնտեղ նաև ժամանակ կա, որ 1 տարի հետո ոնց որ պետքա վերականգնես իրանց նորից տեղյակ պահես, որ 1 տարուց ավել մնում ես, երկարաժամկետ ես ոնց որ ավելի մնում, այնտեղ մի քանի տարբերակներ կա, էլի, եթե 1 տարով ես գնում, եթե միանգամից երկար ժամանակով ես գնում, այդ ամեն ինչը ոնց որ իրանք տարբեր կետեր կա մի խոսքով պետական, որ իրանք այդ ամեն ինչի մասին կասեն։ Այդքան ընկերներ սուրճը սառեց
Հուսամ ձեր հարցերին պատասխանեցի։ Հիմնականում երեխայի համար էր հարցը նաև, որ արդյոք երեխան տուժում է այդ ընթացքում, որ դպրոցից դպրոց է փոխվում, ամեն դեպքում դպրոցից դպրոցը մի դպրոց չի փոխվում, ոնց որ երկրից երկիր է փոխում, զանգակալից տեսնես այսօրվա։ Bye. Can you receive it? Այստեղ ձեզ հետ եմ խոսում, ինձ մոտ զանգ էր գալիս, մտածում եմ տեսնես հեսով այն զանգում հնդկական համարից, դու մի ասա, փոստատարը եկել է, ծանրոց է բերել, լսել են, տեսնում եմ, որ խոսում եմ, չէին ուզում անհանգստացնեմ, բայց տեսամ, որ երկար է իմ զրույցը տևում, զանգում էր, այստեղից նայեմ, տեսնեմ, ասում է, ծանրոց կոդը պետք է ասի, դրա համար էր զանգում հիմնական, թե չէ հիմնականում ստանում են։ Ինչևէ ընկերներ ջան, թե ինչպես ենք ճամփորդում երկարաժամկետ, սա է օրինական ճանապարհը, եթե ձեզ էլ հետաքրքրում է, անպայման պետքա ձեր կոմունի հետ խոսեք, ձեր կոմունից տեղեկանաք, ասեք ու բնականաբար ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչն է իր համար ճիշտ, ինչն է իր համար սխալ։ Մենք ջեսը ոնց որ սիրում է ամեն ինչ գիտի, օրենքը նայում է, հստակեցնում է ու եթե օրենքի կետը այսպես ասում, հենց այդպես էլ անում է, այդպես են շարժվում ու չգիտեմ, որպեսզի հետո խնդիրներ չլինեն։ Ներքև փաթեթները ստանամ, որովհետև չեմ ուզում մինչև Ալեքսի գալը փաթեթները ինքը տեսնի, կարող է մեջ այնպիսի մի բան լինի։ Ջեսը նվեր էր պատրաստել, որ շուտ չգտնի, առանց էդ էլ մտածում եմ որտեղ թաքցնեմ այդ նվերները, մեր տանը բոլոր դարակների տեղերը գիտի, թե որ դարակում ինչ է դրված, ինքան ողջությամբ գիտի, այն վերևն էլ արդեն բոյը հասնում է, աթոռա դնում, ձգվում է վերջ։ Ինձ թվում է հենց դա է եկել, մտածում եմ երևի թե ճամպրուկի մեջ կդնեմ, ճամպրուկի մեջ ամենահարմարը կլինի, ստեղ ոնց որ թե մի քիչ անցք եմ բացել, տեսնեն երևի թե ինչ է, ինչ չի մեջը։ Ճամպրուկի մեջ կդնեմ, որ չգտնի ջուրը։ Ես երեք գնել էի Հիմալայան ֆիրմայի այս ատամի մածուկները, սա գովազդ չի ընկերներ, սա ուղղակի գովերքանք է իմ կողմից այս ֆիրմային, օգտագործել եմ սա, տուփը հենց սրա նման էր, երեք իրիկունվանից եմ սկսել օգտագործել ու սրանից վաճառում են նաև Բելգիայում, եվրոպական բոլոր խանութներում կա, մեդի մարկետում հատկապես նայեք, Իրջան շատ մերսի քեզ, Իրասել տեսել էր, հոլանդական մեկ ուրիշ օնլայն մարկետում էլ էր տեսել, սա հիմնական ինչն եմ հավանել սրա, ատամների սպիտակեցումը, ես ինչ եմ անում, ուրեմն ատամներս լվանում եմ, պաստանգսում եմ ու չեմ միանգամից մաքրել, ոնց որ ջրով օղողել, այլ թողեցի մի քանի րոպե, որ մնա, մի 2-3 րոպե թողել եմ, որ մնա, լվացվել եմ, երեսս մակիաժից մաքրել եմ ու հետո նոր ջրով մաքրել եմ ու 2 օրվա ընթացքում ես տարբերություն նկատել եմ, ինքս հենց կարիճնիվի գույն է պաստան, բայց նորմալ պաստայի համա, տենց տհաճ չի, որովհետև հիմնական գիտեք, եթե բուսական ինչ-որ բաներ են լինում, տհաճ հոտ կարող ունենան, չէ, սա նորմալ պաստայի համա, ուղղակի գույնն է, տենց կարիճնիվի ու ասում եմ շատ լավ, 2 անգամ եմ արել, ես սպիտակությունը արդեն նկատել եմ, սա չեմ օգտագործել դեռ, այս մեկ մտածեցի 15 օր կօգտագործեմ, հետո նոր սա արդյունք ուզում էի տեսնել, չխառնեմ իրար, 15 օր բայց եկեք բացեմ, տեսնեմ սրա գույները ինչպիսին են, էլի բազում, բազմագույն, բազմաշերտ, թե ոչ, եթե այս նռով տարբերակա ձեզ հանդիպի, հիմքում նուրը, այս ոնց որ թե նիմնա, մեկ էլ այս ինչա, էլի ինչ-որ բաներ կան էլի, մի վարկյան ատես բացեմ, հա սա էլ անույնը, ինձ թվում է actually երկուսն էլ երևի թե նույնն են, ուղղակի տուփերն են երևի տարբեր, հիմնականում նույն բանն էլ անում է, fresh bread, strong teeth, healthy gums, straighten teeth, tightens gum and removes plaque, plaque-ն էլ նկատել եմ, որ ատամնաքարերն էլ բանը անում մաքրում է, ընկերներ, մի խոսքով շատ գոհ եմ, եթե սա կլինի, սրանից դեռ չեմ օգտագործել դրա համար, գույնը նույնն է, հոտը
Հոտնել է նույնը սովորական, մի հատնի պաստայի հոտ է, անպայման բան արեք, մտածեք այս ուղղությամբ կհավանեք, դժգոհ չեք մնա, ես որ շատ հավանեցի, սա այսպես, ես հիմա սրա դեմքը լվանալու օճառն եմ օգտագործում, շատ լավ, նա փափուկ է շատ, լվալուց հետո ու եկեք ցույց տամ դա էլի դեմքը լվալու արդեն վերջանում է, տեսեք շատ քիչ է մնացել, մի փոքր աղնում ես, նենց հա փրփրում, մի խոսքով, բայց էլի շատ լավն է ու փափկացնում է, մեյքափս լվալու համար երեկոյան միանգամից ամբողջությամբ հանում է, այլ միցելար ջրի, մաքրում եմ միցելար ջրով եմ մաքրում, բայց որ ասեմ էլ կարիքը չի լինում, նույնիսկ տուշը հանում է շատ լավ, սա էլ դեմքը լվանալու միջոցը, որ օգտագործում եմ ու շատ եմ հավանել։ Տեղի ջուրը որ բան է, մի քիչ չնայած ես այս խմելու ջրով եմ բնականաբար մաքրում, բան չէ, ծորակի ջուրը չեմ օգտագործում, բայց ամեն դեպքում նկատել եմ, որ քար է առաջացնում շատ արագ, դրա համար հավանեցի արդյունքով, մտածեցի ձեզ հետ էլ կիսվեմ։